Բարև Հայաստան, Աղշամանես Խեյր, Ադրբեջան և Իակ Շամլար, Թուրքիա։ Սիրելի ընկերներ, այսօր եկել եմ ձեզ հետ կիսվեմ մի պատմությամբ, որը ինձ հետ տեղի է ունեցել 44-օրյա պատերազմից ամիսներ անց։ Ես երբեք իմ հետևորդների, իմ աուդիտորիայի առջև կեղծավոր չեմ եղել։ Բոլորդ գիտեք, որ ես պատերազմից հետո մի որոշ ժամանակ, մոտավորապես 1.5 տարի, ուրեմն օպոզիցիայի շարքերում եմ եղել եւ բոլորը դրա մասին գիտեն։ Բոլորը գիտեն հայտնի սրճարանի պատմությունը եւ ես ոչինչ չեմ թաքցրել իմ հետևորդներից, դա էլ ուներ իր ուրեմն նպատակները, ինչի համար ես շնորհակալ եմ ինքս ինձ առաջին հերթին, որովհետեւ եթե ես չսկսեի իմ անձնական հետաքննությունները, ես իմ աչքերով չտեսնեի եւ ես իմ ականջով չլսեի, ես այսօր ձեզ հետ չէի կարող կիսվել այն պատմություններով, որոնք ես լսել եմ եւ տեսել եմ իմ աչքով։ Երևի ես այսօր այդչափ ատելությամբ լցված չլինեի այդ սրիկաների հանդեպ, որոնց այսօր ես ուղղակիորեն ուզում եմ տեսնել, ցանկանում եմ տեսնել ոչնչացված։ Այսօր ձեզ հետ ցանկանում եմ կիսվել մի պատմությամբ, որը ինձ հետ տեղի է ունեցել 44-օրյա պատերազմից ամիսներ անց։ Ինչ էր տեղի ունենում ինձ հետ։ Ես անդադար մտածում էի, ինչու է Աստված մեզ պատժում։ Ինձ ճանաչողները շատ լավ գիտեն, որ ես շատ աստվածավախ եմ ու ես ինձ համար այս աշխարհում ոչինչ չկա սարսափելի, բացի Աստծո առաջ պատասխանատվությունից։ Եվ վերջին շրջանում ես հասկացել ու գիտակցել եմ մի բան, որ ժամանակի ընթացքում, երբ ես հաշվի էի նստում հասարակական կարծիքի հետ, ովքեր շատ վատ բաներ էին ինձ գրում, դուք ինքներդ գիտեք ինչքան են ինձ կտանքների ենթարկել, այժմ ես այդ ամենի հետ հաշվի չեմ նստում, ես դիտարկում եմ միայն լավ մարդկանց, լավ սրտով մարդկանց, այն մարդկանց, ովքեր աստվածահաճո են, այն մարդկանց, ովքեր լավը վատից տարբերում են, այն մարդկանց, ովքեր չարը բարուց տարբերում։ Ես գրեթե վստահ եմ, որ այս իմ հալովակից հետո, ինչպես մեկ անգամ գրել էին, որ ես կյանքի խոսքի եկեղեցու անդամ եմ, կրկին շահարկվելու է այդ խոսույթը, բայց ես թքած ունեմ, որովհետև ինձ ոչ մի աղանդ չի հետաքրքրում։ Ինձ այսօր հետաքրքրում է միայն հայ առաքելական եկեղեցին եւ ասեմ ավելին, հարգելի ընկերներ, ես երբևիցե որևէ աղանդի ներկայացուցիչ չեմ եղել իմ ամբողջ կյանքում։ Ես բացառապես հավատում եմ հայ առաքելական եկեղեցուն, ես հավատում եմ Հիսուս Քրիստոսի գոյությանը եւ հավատում եմ քրիստոնեությանը, որի կրոնի կրողներից մեկը ես եմ, որքան էլ ինձ թուրք անվանեն։ Ես վերջերս սկսել եմ ապրել հետևյալ կերպ. ես անում եմ բաներ, որոնք կլինեն հաճելի Աստծուն։ Ինձ չի հետաքրքրում այլևս չարախոսները ինչ են մտածում։ Ես անում եմ այն, ինչ բարեհաճո կլինի Աստծուն, սիրելիներս։ Հիմա ցանկանում եմ կիսվել մի պատմությամբ, որը ինձ հետ տեղի ունեցավ տարիներ առաջ 44-օրյա պատերազմից հետո։ Ես ընկճված էի, շատ վատ վիճակում էի եւ անընդհատ մտածում էի ինչու են մեզ անիծել, ով է մեզ անիծել, ինչ անեցքի կրող ենք մենք, կորցրեցինք ամեն ինչ, զոհվեցին տղաներ, պատերազմ, COVID եւ այդ ամենի հետ միասին դու ապրում ես, դու պայքարում ես ու ելք չես գտնում ինչ է կատարվում։ Ես այցելեցի մեր քահանաներից մեկին, ում անունը ներկա պահին չեմ կարող տալ, միայն կասեմ, որ Սուրբ Սարգսի քահանաներից մեկն էր։ Մենք երկար զրուցեցինք իրար հետ, նա ինձ ասաց հետեւյալը, ասաց Նատալի ջան, մինչև չբացեն մայրաթորի դռները եւ մայրաթորից դեն չնետեն ուղակի սովորական օլիգարխի եւ նրա կնոջ նկարը մենք անիծված ենք, որովհետեւ մայրաթորը Հայաստանի Հանրապետության եկեղեցիների հիմքն է, մայր տաճարն է, ամենայն սուրբ սրբոց մայր տաճարն է։ Ինչպես կարելի է օլիգարխի նկարը կախել վեհարանում, ես սարսափած էի, որովհետեւ ես երբեք չէի մտածել, որ կարող է այնտեղ նկար լինել, այն էլ օլիգարխի, ես առաջին անգամ այդ ժամանակ իմացա, որ Սամվել Կարապետյանի նկարը կապված է վեհարանում եւ
իսկապես շոկի մեջ եմ, ես հարց եմ ուզում տալ իմ հետևորդներին, ես իսկապես չգիտեմ, ես մոտավոր արդեն 1.5 տարի է Հայաստանի Հանրապետությունում չեմ, խնդրում եմ ինձ ասեք, Մայրաթոր Սուրբ Էջմիածնում որտեղ է կախված ամենայն հայոց հայրապետի նկարը, ես տեղյակ չեմ, արդյոք ամենայն հայոց հայրապետի նկարը կա Մայրաթորում, թե չկա։ Մենք ունեցել ենք Շարլ Ազնավուր, եթե օրինակի համար օլիգարխի նկարը պետք է դասվի սրբոց սրբերի շարքին ու կախվի Մայր տաճարում, մենք ունեցել ենք Շարլ Ազնավուր, ինչու Շարլ Ազնավուրի նկարը այնտեղ չի։ Մենք ախր ունեցել ենք շատ կարևոր բարեգործներ, բարերարներ, ովքեր այսօր չեն ապրում, Քրքոյան ենք ունեցել, ինչի իրանց նկարները այնտեղ չի, ինչու չկա, մենք անիծվելու ենք այնքան ժամանակ, որքան ժամանակ սովորական մահկանացուն իրեն դասելու է սրբերի դասին, այնքան ժամանակ ենք անիծվելու, որքան ժամանակ սովորական մահկանացուն իրեն դասելու է սրբերի դասին եւ որքան ժամանակ Հայաստանի Հանրապետության եկեղեցում կառավարելու է սատանան, մաֆիոզը։ Ես այսօր չեմ եկել ձեզ վիրավորեմ, Կտրիչ Ներսիսյան։ Ես այսօր չեմ եկել ձեզ նեղացնեմ, Կտրիչ Ներսիսյան։ Ես չեմ եկել այսօր պատմեմ ձեր սեռական կյանքը, Կտրիչ Ներսիսյան։ Խնդրում եմ, խաղաղ հեռացեք վեհարանից, որովհետև հաջորդ անգամ կսկսեմ պատմել ձեր սիրեկանների մասին արդեն։ Դուք ունեք երեխաներ, խախտել եք կուսակրոնության կանոնակարգը, ծիսակարգը, եւ բացի դա, այլ կապերի մեջ եք, որոնց մասին հստակ ինֆորմացիա ունեմ փաստերով։ Խնդրում եմ, ուղղակի լքեք վեհարանը։ Մենք արդեն ամաչում ենք աշխարհին ցույց տալուց, մեկը ես ամաչում եմ աշխարհին ցույց տալուց, ինչ սրի կա, ուրեմն, ղեկավարների հետ ենք մենք նախկինում կապ ունեցել։ Ուղղակի հավաքվեք ու գնացեք այդ եկեղեցուց։ Մայրաթորը ձեր տեղը չի։ Մայրաթորը ձեր տեղը չի, ուղղակի հավաքվեք ու գնացեք։ Որովհետև եթե ժողովուրդը որոշեց ոտքի կանգնել, ձեր օլիգարխախառը նկարներով ուղղակի վեհարանից դուրս կշպրտի ձեզ։ Եվ կանի դա առանց մատը շարժելու։ Էլ չի ենթարկվի, թե ինչ կասի վարչապետը, էլ չեն ենթարկվի, ինչ կմտածի կառավարությունը կամ աշխարհը։ Ուղղակի հուներից դուրս կգան ու ձեզ դուրս կշպրտեն։ Խաղաղ գնացեք։ Հավաքվեք ու խաղաղ գնացեք։ Ես կրկնում եմ։ Եթե դուք ուղղակի խաղաղ չհեռանաք, ես կսկսեմ հանրայնացնել արդեն ձեր սեռական ու անձնական կյանքը։ Ինչի ես կտրականապես դեմ եմ, որովհետև բոլոր ինձ ճանաչողները գիտեն, որ ես չեմ սիրում մտնել մարդու անձնական կյանք ու ատում եմ այդ տեսակ մարդկանց։ Բայց երբ որ դանակը հասնում է ոսկորին, հանրությունը պետք է իմանա, ինչ սրիկայի հետ գործ ունի։ Առայժմ այսքան է։